Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, երևի կհիշեք, որ ամիսներ առաջ Խոպանի ժամանած հայտնի օլիգարխ ընդդիմադիրի փաստաբանը հայտարարեց, որ բոլոր ուղղություններով հարձակվելու են Հայաստանի վրա եւ հիմա նրանք գործնականում իրականացում են այդ խոստումը։ Ակնհայտ է, որ ընտրություններին ընդառաջ Հայաստանի վրա հարձակվելու համար կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնից ծնվող այս շրջանակներին տրված էր հարձակման հրաման եւ Հայաստանի վրա հաճախողներն արդեն հաճոցները լսվում են ոչ միայն Հայաստանի ներսից, այլև օվկիանոսից այն կողմ։ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք դարձած այս շրջանակները մեկ հրահանգով, սինխրոն, մեկը մյուսին հերթ չտալով գրեթե նույն օրերին սկսեցին հարցազրույցներ տալ իրենց անձնական օգտագործման քարոզչամիջոցներով, իսկ մի մասն էլ Հայաստանում աշխատած միլիոններով հորդվածներ ու հարցազրույցներ պատվիրեցին հենց Հայաստանի դեմ։ Եթե ընդհանրացնելու լինենք այս բոլոր հարցազրույցների բովանդակությունը, կարելի է բնութագրել ընդամենը մեկ նախադասությամբ՝ իրադարձությունների խեղաթյուրում եւ սուտ մատնություն Հայաստանի դեմ։ Հայաստանի դեմ գործ տալու հարցում չեմպիոն դարձած Քոչարյանի վերջին հարցազրույցը լսելիս, եթե մի պահ մոռանանք թե ով է խոսում, ապա միանգամից մեզ մոտ տպավորություն կստեղծվի, որ գործ ունենք ադրբեջանական պետական քարոզչամեքենա ներկայացնող ինչ-որ փորձագետ պրոպագանդիստի հետ, ով առաջ է մղում ադրբեջանական թեզերն ու նարատիվները։ Մի ցայտուն օրինակ։ Իր հարցազրույցում Սույն Անձը ասում է, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը սիմետրիա ունի Լաչինի Միջանցքի հետ։ Այսինքն նա խոստովանում է, որ ադրբեջանցիները 9-րդ կետով միջանցք էին նկատի ունեցել եւ այսօր հայտարարում է, որ պետք էր կարճել այդ կետից, մեղադրելով ՀՀ վարչապետին այդ կետից հրաժարվելու մեջ։ Փաստացի, եթե 9-րդ կետով նախատեսված էր միջանցք եւ վարչապետը հրաժարվել է այդ կետից, ապա ստացվում է, որ Քոչարյանը վարչապետին մեղադրում է Ադրբեջանին միջանցք չտալու մեջ։ Պետք է նշեմ, որ վարչապետը բազմիցս այս փաստաթղթին անդրադառնալուց հայտարարել ու շեշտել է, որ միջանցքի եզրույթն այս փաստաթղթում օգտագործվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Ու չնայած այս ամենին, ինչու է Քոչարյանը ցանկանում կարճել մի կետից, որն իր բնորոշմամբ սիմետրիա ուներ Լաչինի միջանցքի հետ։ Պատասխանը միանշանակ է։ Տարիներ առաջ Մեղրին փոխանակելու իր դավադիր ծրագրում չհաջողած այս անձը եւ իր շրջապատը ցանկանում են Հայաստանի դեմ դավադրությունն ավարտին հասցրեն։ Նրանք կարճած են Հայաստանը հանձնելու գաղափարից, քանզի Հայաստանը քաղաքականապես, տնտեսապես, սոցիալապես եւ աշխարհագրորեն հանձնելով է, որ այս հանձնավոր խմբակները երկար տարիներ բռնազավթել եւ պահել են Հայաստանում իշխանությունը։ Եվ քանի որ մի փոքր ժամանակ ունեմ եւ ես ուզում եմ անդրադառնամ նաեւ այստեղից հնչած այսօրվա ելույթներից կոնկրետ Հատևոս Ավետիսյանի ելույթին, ով ասաց, որ Մարտունիում է եղել եւ այնտեղ մարդիկ ունեն բոռոքման համակարգի խնդիր եւ հետաքրքիր էր, որ գործընկեր այդ ընթացքում գործընկեր նախկինում Զոլաքար համայնքի ղեկավարը ժպտում էր կարծես եւ ես պետք է անպայման նշեմ, որ պետք է իր ընկերոջը հուշեր, որ մենակ Զոլաքար համայնքում 2 բոռոքման ցանցի կառուցման ծրագիր է իրականացվել, առաջինը ավարտվել է այս տարի, որը սկսվել էր 2024 թվականին, իսկ երկրորդը հենց այս տարի արդեն 30%-ով ավարտվել է եւ մնացածը կանգ է առել, որովհետեւ բոռոքման աշխատանքներ են իրականացվում, այդ առումով է կանգ առել նաեւ եղանակային պայմաններով, իսկ Մարտունիում բոռոքման համակարգի կառուցման ծրագիրը մեկնարկելու է 2026 թվականին եւ ես ուզում եմ կոչ անել մեր գործընկերներին, եթե համայնքներ են այցելում, բացի այն փոքր խնդիրներից, որ արձանագրում են եւ մենք եւս արձանագրելու ընթացք ենք տվել, թող նաեւ խոսեն այն բոլոր աշխատանքներից, որ իրականացվել են, ժամանակը չէ հերիքի, որ թվարկեմ, թե ինչքան աշխատանքներ են իրականացվել այս ընթացքում մեր համայնքներում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։